Պարոն նախագահ, հանուն ինչի քվեարկեցիք եք։ Հանուն Հայաստանի, էլ ինչ, Ինչպիսի Ինչ Հայաստանի։ արժեքներ լինել։ ազգային, ինքնություն, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ, Պարոն նախագահ, ընդդիմության շանսերը ինչպես եք գնահատում։ բարձր եմ գնահատում։ Պարոն Քոչարյան, ինչ կարողանաք ստանալ, ո՞րն է լինելու ձեր քայլերը։ Շատ են քննադատում ձեզ, որ դուք գնացիք խորհրդարան եւ աշխատեցիք բնականում, մինչդեռ մարդիկ սպասում են գուցե այլ քայլեր, ավելի ռադիկալ։ Այս անգամ ինչպես եք տրամադրված։ Կան հետընտրական պլան B։ Մի քիչ լավ, իհարկե լինելու են, եթե մեր ծրագրին ծանոթ եք, ապա իսկապես ռադիկալ փոփոխություններ լինելու են։ Անցած անգամ մեր մանդատները բավարար չէին ուղղակի նպատակի հասնելու համար եւ եղել ենք ընդդիմություն, պայքարել ենք, ոչ միտեղ հետ չենք նահանջել եւ ռադիկալ ընդդիմադիր որպես ուժ, կարծում եմ ոչ մեկի մոտ կասկած չկա, որ հենց մենք էինք ամենից ռադիկալը։ Что вы ждете от этих выборов? Перемен. Каких? Хороших перемен. Քոչարյան, վաղ առավոտից Просто ընտրակերտի։ надо на самом деле остановить вот эту череду потерь, череду отступления от принципов, череду потери суверенитета и многое-многое другое. То есть нужны серьезные изменения в стране. Учитывая отношения Пашиняна и Зеленского, если Пашинян выигрывает, Армения может стать военным союзником Украины? Ну, не думаю, что она может стать военным союзником, но сравнение с Зеленским вообще-то очень к месту. Да, они на самом деле очень похожи своим авантюризмом и своим просто беспардонным отношением к интересам собственной страны.